Թերթերն արձանագրում են փաստերն ու իրողությունները, մենք կարդում ենք, ընտրում եւ ներկայացնում ձեզ 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Հրապարակ թերթը գրում է. Հանրապետություն կուսակցության նախագահ Հայաստանի թիվ 1 հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզում է, իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող փոխվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, թերթին պատմել է, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել եւ խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։ Բրյուսելը ցուցադրում է իր պատրաստակամությունը առաջ շարժվելու Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև համագործակցության թարմացված համաձայնագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, փոխանցում է Նյուզեյեմը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը, շուրջ մեկ շաբաթ է իրար հերթ չտալով քարոզչական տերոր են իրականացնում։ Թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները Գյումրի 2 են ուզում իրականացնել։ Թերթը հիշեցնում է, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին, թույլ չտալով, որ քաղաքացիական պայմանագիրն այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր հրեշավոր իրողություն։ Փաստը գրում է. փայտով, հեղուկ գազով եւ ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան 1 շաբաթ է կանգնած են Վրաստան-Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-ից 700 ԱՄՆ դոլար։ Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք ինչ կլինի, նշում են վարորդները։ Մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։ Թերթի աղբյուրները պնդում են, որ իշխող ուժի պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով յուրայինների համար։ Մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։ Փոխարենը նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Ժողովրդի տեղեկություններով առաջիկա օրերին ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան, ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ազգային ժողովի պետական իրավական հանձնաժողովին։ Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայությանը։ Խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝ գլխավոր դատախազան Նավարդ Թեպետյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր։ Թերթը տեղեկացել է, որ ԱԺ-ում իր տարեկան հաղորդումն է ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Արթուր Նահապետյանը։ Դուք դիտում եք օրագիրը, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ ֆիզմատ գիտությունների թեկնածու, գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարի լույս։ Պարոն Մխիթարյան, ազգային կրթության հիմնադրամի շնորհիվ մենք տեղեկացանք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օպտիմալացման անվան տակ պատրաստվում է դպրոցներ փակել, ընդ որում խոսքը հսկայածավալ դպրոցների մասին է, 231 դպրոց, եթե չեմ սխալվում, եւ հիմնականում Սյունիքի եւ Շիրակի մարզերում։ Դա փորձենք հասկանալ, այս օպտիմալացումը դպրոցների պարագայում որքանով է արդարացված, թե ոչ, եւ նաեւ դուք ուրեմն ազգային կրթության խորհրդի անդամ եք, խորքային պատկերացնում եք խնդիրները, իրականում դպրոցների օպտիմալացումը ընդունելի երևույթ է, թե ոչ։ Ուրեմն ասեմ, որ պատմությունը սկսվել է դեռևս 2022 թվականից, որովհետև 22 թվականին փոխվեց դպրոցների կամ ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը։ Եվ որոշվեց ոչ թե աշակերտների թվով, այլ դասարանների թվով սկսել ֆինանսավորել, եւ այդ պատճառով ստացվեց, որ այն դպրոցները, որտեղ քիչ աշակերտներ կան, դա նշանակում է քիչ դասարաններ կան, քիչ էլ ֆինանսավորում պիտի ունենան։
բայց փոքր համակազմով, այսինքն քիչ աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսավորումը պիտի մի քիչ ավելին լինի, որովհետև ուսուցիչների թիվը համեմատած աշակերտների թվի մի քիչ ավելի շատ է, որովհետև ուսուցիչները ինչ են անում, ասենք, դասարանները միացնում են եւ դա վաղուց այդպես է, ասենք, երկու դասարան իրար հետ կարող են դասանել նույն ուսուցչով եւ այս առումով ֆինանսավորումը էապես կպակասի։ Հիմա դրանից հետո մտածեց կառավարությունը ինչ անել, որպեսզի այդ դպրոցների այդ ֆինանսավորման հոգսնել ինքը իրենից ազատի այդ ֆինանսավորման հոգսից, մտածեցին, որ լավ չի լինի արդյոք այդ երեխեքին տանենք մյուս դպրոցը կամ մի քանի գյուղերի դպրոցներ միավորենք, ֆինանսավորումը կկրճատվի, դե հիմա եկեք կրթության մասին էլ հիմա նորաձև է չխոսենք, այսպիսի իրավիճակ ստեղծվեց։ Բայց այդ երեխաները ինչպես են հասնելու հարևան գյուղի դպրոց, այդ մասին չեն մտածել։ Ուրեմն դա հետո 2023 թվականին նախարարը հրաման է ստորագրում եւ հրամանի վերնագիր այստեղ կարեւոր է ուշադրություն դարձրեք, ուրեմն կոչվում է որակյալ կրթության հասանելիության ծրագրում ընդգրկված դպրոցներ։ Ուրեմն որ նայում ենք այդ ցուցակը 230-ից ավելի էր 2023 թվականին բոլոր այն դպրոցներն են, որտեղ աշակերտների թիվը 100-ից քիչ է։ Դա նշանակում, տեսեք, վերնագրից բան չես ասի, չէ՞, դպրոցների փակման, բայց գաղափարը այն է, որ այդ ցանկում ընդգրկված են այն դպրոցները, որոնց աշակերտները պետք է տեղափոխվեն ուրիշ դպրոցներ, ոնց որ կլաստերիզացիա կամ ֆինանսների օպտիմալացում է կոչվում, այսինք ծրագիրը, որպեսզի այդ երեխաները կարողանան այնտեղ դասի գնալ։ Բայց դա նշանակում է, տեսեք, ուրեմն 230 դպրոցի փակում, որովհետև իրականում 2026 թվականի սեպտեմբերին այդ երեխաները եթե ուզենան գնան իրենց գյուղի դպրոցը, այդ դպրոցի դռները փակ է լինելու եւ նրանց պիտի ստիպված տեղափոխեն, եթե տեղափոխեն դեռ հարցական է։ Այսինքն դա էլ է հարցական։ Այո, դա հարցական է, որովհետև դեռևս ֆինանսավորում, օրինակ, ինչպես պիտի անի, ֆինանսավորումը, օրինակ, տրանսպորտային ծախսերի պետական բյուջեից է լինելու, թե համայնքներն են իրենց վրա վերցնելու, արդյոք բոլոր երեխաներին պետք է օրինակ տարական դասարանների համար առանձին տրանսպորտ լինի, միջին դասարանների համար առանձին եւ ավագի համար առանձին, թե բոլորին մի ավտոբուս կհատկացվի եւ բոլորը կգնան կգան, դա էլ դեռ որոշված չի։ Ինչ է լինելու ուսուցիչների ճակատագիրը։ Արդյոք այդ դպրոցում դասավանդող ուսուցիչները եւս պետք է այդ երեխաների հետ գնան հարևան գյուղի դպրոց եւ այնտեղ դասավանդեն։ Հաստատ չէ, որովհետեւ արդեն այն դպրոցը, որտեղ հաճախելու են երեխաները, այդ դպրոցում արդեն կան բավարար թվով ուսուցիչներ, որոնք դասավանդում են, եւ ուսուցիչներից շատերը դուրս կմնան։ Հիմա եթե թվերով խոսենք, որպեսզի ավելի պատկերավոր լինի, ուրեմն փակվող 230 դպրոցներում, ես մոտավոր թիվ եմ ասում, ինչի համար, որտեղ սկզբից ավելի շատ էր, հետո նախարարի հրամանով տարվա ընթացքում ուսումնական տարվա ընթացքում դպրոցներ եղան, որտեղ աշակերտների թիվը մի քիչ շատացավ եւ օրինակ 101 դարձավ, այդ դպրոցը հունվարի 30-ին դուրս եկավ այդ ցանկից։ Մնաց 229-ն է այս պայդրությամբ։ Ուրեմն այդ 230-231 դպրոցներում, որոնց մասին հետազոտություն արեց ազգային կրթության հիմնադրամը, ազգային կրթության խորհուրդը, ուրեմն երեխաների թիվը, որոնք այս պահին հաճախում են այդ դպրոցներ, 8700 է։ Այսինքն 8700 երեխա սեպտեմբերին էլ իր գյուղի դպրոց չի գնալու, իր դպրոցը չի գնալու։ Ուրեմն այդ 8700-ից բացի ուսուցիչները 2300-ից ավելին են։ Դա կազմում է ողջ ուսուցչական կազմի Հայաստանի 16%-ը։ Պատկերացրեք ինչքան մեծ թիվ է։ Այսինքն այդ ուսուցիչները ինչ են անելու։ Դառնում են գործազուրկ։ Այո, գործազուրկ են դառնալու։ Բացի դրանից մոտավորապես 2400 էլ սպասարկող անձնակազմ կա։ Դրանք վարչական աշխատողներն են դպրոցներում, տնտեսական հարցերով զբաղվողներն են, հավաքարարներ են եւ այլն։ 2400 մարդ հիմնականում գյուղական բնակավայրերում, հիմնականում բարձր լեռնային եւ սահմանամերձ մնալու են առանց աշխատանքի։ Եվ սա այն կմահաճույքի արդյունքն է, որ այսօրվա կառավարությունը ունի, որ գիտեք ինչ ասում է, ես նոր դպրոցներ եմ սարքելու
չգիտենք երբ։ Արաբկիրի մետրոյի կայարանի նման, չէ՞, աջակնյակի ներողություն։ Այո, չգիտենք երբ, ասում է, այնտեղ լավ կրթություն կապահովենք այդ երեխաների համար, բայց պարզվում է, որ այդ ծրագիրն էլ ամբողջությամբ ձախողել են։ 300 խոստացված դպրոցի փոխարեն ընդամենը 60 ունեն, որ նշանակում է 20%-ով են կազմակերպել։ Պարոն Մխիթարյան, հատկանշական է, որ բնակավայրերի մեծ մասը լեռնային գոտիներում են գտնվում կամ դժվար անցանելի լեռնային գոտիներում, ով որ Երևանից դուրս է եղել, լավ պատկերացնում է, որ նման բնակավայրերը տարվա տարբեր եղանակներին մարդիկ բնակավայրից բնակավայր տեղաշարժի խնդիր ունեն, որովհետև ոչ բոլոր լեռնային բնակավայրերում են սովորական մեքենաները կարողանում երթևեկել, ճանապարհներն էլ այնքան մխիթարիչ վիճակում չեն։ Այս հանգամանքը հաշվի առել են իշխանությունները ու արդյոք օրինակ ձմռանը մենք ինչ իրավիճակ ենք ունենալու, երեխաները կկարողանան մյուս գյուղ գնալ կամ ծնողները կկարողանան երեխաներին մյուս գյուղ տեղափոխել դասընթացին մասնակցելու համար։ Ոչ իհարկե, ընդ որում այսպիսի արտահայտություն կա, ասում է Աշոտսկում Ամասիայում, որտեղ խիստ ձմեռներ են լինում, մարդիկ իրենց երեխաների ծնունդը պլանավորում են այնպես, որ դա համընկնի ամառվա ամիսների հետ, որպեսզի կարողանան ծննդատուն գնալ։ Էլ դպրոցի մասին խոսք չկա, որովհետև այնտեղ իսկապես ամիսներով շարունակ եւ շատ ձյուն է գալիս եւ շատ ցուրտ է եւ ճանապարհները իսկապես փակ են։ Հիմա շատ ճշգրիտ այդ մեր հետազոտությունը ցույց է տալիս օրինակ Ամասիայի վիճակը։ Ամասիան ունի 26 բնակավայր, գյուղ, 26 բնակավայր։ Այս պայդրությամբ այդ 26 գյուղից արդեն 7-ում դպրոց չկա։ Արդեն երեխաները հաճախում են հարևան գյուղի դպրոցները, այսինքն կա 19 դպրոց։ Այս ծրագրի իրականացման պարագայում, այսինքն սրանից մի քանի ամիս հետո, այդ 19 դպրոցներից մնալու է ընդամենը 4-ը։ Դա նշանակում է, որ իսկ Ամասիայում հենց այդ բնակավայրներն են, որտեղ ձմեռային հասանելիություն, ճանապարհների հասանելիություն չկա։ Եվ ստացվում է 4 դպրոց է աշխատելու 26 բնակավայրի համար։ Այսպիսի իրավիճակ։ Արդյոք դա կրթության, որակյալ կրթությանը կնպաստի, արդյոք կրթությունը հասանելի կլինի այդ երեխաների համար, շատ կասկածելի է։ Եվ այդ կասկածամտությունը կա նաև ծնողների մոտ, որոնք ահազանգում են անընդհատ մեզ ազգային կրթության խորհրդին եւ ասում են, որ ես իմ երեխայի լավ կրթություն ապահովելու համար պատրաստ եմ իմ երեխայի հետ տեղափոխվել դպրոցին մոտ, շատերը ուրեմն բնակություն են ուզում հաստատել Գյումրիում, որ կրթության խնդիր չլինի, իսկ գիտեք Շիրակի մարզը ամենաբարձր աղքատության մակարդակը ունի։ Եվ Շիրակում շատերը արտագնա աշխատանքի են։ Ճիշտ եմ հասկանում, որ սա հանգեցնելու է գյուղական բնակավայրերի ուղղակի մարդաթափության, որովհետև մարդիկ, հատկապես երիտասարդ ընտանիքների, մարդիկ հեռանալու են, որպեսզի իրենց երեխաների ուսման process-ը հնարավոր լինի կազմակերպել։ Այո, դեռ լավագույն դեպքում նրանք հեռանալու են իրենց բնակավայրից, գնալու են օրինակ մարզ կենտրոն կամ մի քիչ ավելի մեծ բնակավայր, որպեսզի դպրոցի հարցը լուծեն։ Դա լավագույն դեպքում։ Իսկ քանի որ ընտանիքները կիսված են հիմնականում այդ բնակավայրերում, մարդիկ արտագնա աշխատանքի են գնում։ Հիմա նրանք մտածում են, որ սա շատ լավ հնարավորություն է վերամիավորվելու, բայց ոչ հօգուտ Հայաստանի։ Նրանք իրենց կնոջը, այո, երեխաներին ուղղակի կտեղափոխեն իրենց աշխատանքի, որտեղ իրենք աշխատում են։ Եթե օրինակ ձմռան ամիսներին նրանք վերադառնում էին, հիմա էլ դրա կարիքն էլ չի լինի, որովհետև երեխաները արդեն դպրոց կգնան հիմնականում Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ մենք այսպիսի ձևով կլուծենք, ասում եմ, որակյալ կրթության հարցը, ոչ Հայաստանում, ցավոք սրտի։ Այսինքն կրթվելու խնդիր չի լինելու փաստացիորեն։ Մեզ մոտ կրթվելու խնդիր չի լինի, որովհետև երեխաները արդեն Հայաստանում չեն լինի։ Պարոն Մխիթարյան, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի նորությունների երկրորդ բաժնին։ Ժողովուրդը գրում է. Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ իր ընկեր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏԻ կաբինետի բացման արարողությանը։ Այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։ Արմլուրայի մի հարցմանն ի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեից
հաստատել են, որ Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության եւ խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից կոմիտեի պահանջով։ Ըստ որոշ տեղեկությունների, տնօրենը նաեւ աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։ Ժողովուրդը գրում է. 3 ՀՀ ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանը։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլում արձանագրված մի շարք խնդիրներ եւ ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը եւ գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։ Նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենան Անուշյանը շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հրապարակը գրում է. ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ տեխնացուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք անբացատրելի ցածր։ Թերթին ասել են, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա 5 շաբթի կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ։ Միևնույն ժամանակ ԿՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու։ Աշխարհով մեկ չեն խայտարակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, եւ Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն բոլորին կուտ է տալու, ասելով, թե կարևոր չէ ով որ տեղում է։ Իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ եւ չգնահատված չի մնա։ Մենք շարունակում ենք աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մխիթարյան, այս իշխանությունը շատ է սիրում օգտագործել արհեստական բանականություն եզրույթը, խոստանում են արհեստական բանականության շնորհիվ զարգացած տնտեսություն, զբոսաշրջության խթանում, հրազդանը դարձնել արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն եւ այլն եւ այլն։ Եվ այդ ֆոնին Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն են փոխում։ Արդյոք հնարավոր է ապահովել լավ ու բարձր արդյունքներ արհեստական բանականության միջոցով, եթե երկրում գիտությունը որևէ կերպ չի խթանվում, ավելին ֆինանսական աջակցությունը պետության կողմից նվազ է տրվում։ Ուրեմն, որպեսզի բոլորին պարզ լինի, արհեստական բանականությունը հիմա ամենաարագ զարգացող գիտության ճյուղն է։ Սա պետք է հասկանալ, դա գիտությունից զատ չի կարող լինել։ Եվ շատ գիտնականներ, որոնք զբաղվում են գիտության տարբեր ոլորտներում, միաժամանակ սկսել են իրենց հետազոտությունները նաև արհեստական բանականության ոլորտում անել։ Այսինքն դրանք սերտ փոխկապակցված են եւ առանց գիտության զարգացման այդ ճյուղը գիտության, որը արհեստական բանականությունն է, չի կարող ընդհանրապես զարգանալ։ Հիմա ինչ ունենք Հայաստանում։ Հայաստանում ունենք թմբկահարվող ինչ-որ արհեստական բանականության մասին խոսող անընդհատ մարդիկ, որոնք կասկածում են, որ դրանից շատ խորը գիտելիքներ ունեն կամ պատկերացնում են, եւ մյուս կողմից իսկապես կշեռքի նժարի վրա դրված է Գիտությունների ազգային ակադեմիա եւ գիտությունը ընդհանրապես։ Հայաստանի գիտությունը։ Ուրեմն օրենք ընդունվեց անցած տարի, որը բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքն է, եւ որտեղ միավորվեցին տարբեր օրենքներ, այդ թվում նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը։ Եվ ամբողջ մի օրենք այս նոր օրենքում դարձավ ընդամենը 1 հոդված։ Եվ այդ հոդվածում գրված է, որ Գիտությունների ազգային ակադեմիան սրանից հետո արդեն հիմնադրամ է, ոչ թե պետության կողմից ստեղծված հատուկ մարմին։ Հիշեցնեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան մեր մեծերը հիմնադրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականին, շատ լավ հասկանալով գիտության դերը հետագա պետության զարգացման։ Այսինքն ռազմավարական նշանակություն ունի։ Ամենառազմավարական եւ կարեւոր նշանակություն ունի։ Եվ հասել էինք Խորհրդային Միության տարիներին վերջին եւ անկախության առաջին տարիներին նրան, որ Հայաստանում ակտիվ գիտությամբ զբաղվում էր 30,000 մարդ։
Եվ բոլորը, որոնք ովքեր երեխաները լավ սովորում էին դպրոցում, նրանք մտածում էին, որ լավ պետք է համալսարաններում սովորեն եւ գիտնական դառնան, որովհետեւ գիտնականի աշխատավարձը ամենաբարձրերից մեկն էր։ Եվ Հայաստանի պարագայում, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի աշխատավարձը ավելի բարձր էր, քան կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի աշխատավարձը։ Դա նշանակում է, որ խոսում փաստ է։ Այո, դա նշանակում է, որ ավելի լավ էր մարդը ձգտել դառնալ գիտնական ակադեմիայի աշխատակից, քան թե օրինակ կուսակցական աշխատող, պետական գործիչ եւ այլն, որովհետեւ շատ ավելի կարեւորվում էր գիտությունը։ Հիմա ինչ ունենք։ Հիմա ունենք այդ 30,000 աշխատող գիտնականից մնացած դրա ընդամենը 10%-ը։ Որոնց Նիկոլ Փաշինյանը ինչպես է բնորոշում, ասում է սուրճ են խմող, այո, 3000 ընդամենը գիտնական է մնացել։ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը իջեցվել է հիմնադրամի կարգավիճակի, ընդ որում ակադեմիայի կառավարման խորհրդում, այսինքն այն մարդիկ, որոնք կառավարելու են, կառավարությունը պետք է մարդ ունենա։ Հասկացաք, գիտնական անպայման չի լինի։ Իշխանությունները այսինքն։ Այո, այսինքն նրանք քաղաքականացնում են նաև այդ ոլորտը։ Ստացվում է այդպես, որովհետև նրանք այդ որոշում կայացնողների մեջ ձայն պիտի ունենան, թե ինչպես կառավարվի, օրինակ պետական բյուջեից եկած գումարները ինչպես ծախսեն եւ այլն։ Ինչի վրա ծախսեն։ Ինչի վրա ծախսեն եւ նրանք պիտի որոշեն, ոչ թե գիտնականները, որոնք ակադեմիայում տրադիցիոն զբաղվում են հենց գիտությամբ։ Այս վիճակը եւ սրա պատճառով Հայաստանը հետ է ընկել իր տարածաշրջանի բոլոր երկրներից գիտության զարգացման առումով։ Քանի տարվա կտրվածքով, պարոն Մխիթարյան, սա եւս կարևոր է։ Հատկապես վերջին 8 տարվա մասին եմ ես ասում։ Որը համընկնում է ՔՊ պաշտոնավարման շրջանի հետ։ Իշխանության, Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո էապես ընկել է գիտության գրավչությունը։ Երիտասարդները այլևս չեն գնում դեպի գիտություն, ծեր գիտնականները ավարտում են իրենց աշխատանքը եւ գնում են վաստակած թոշակի եւ ստացվում է, որ հիմա ելի մի քանի թիվ ասեմ, մարդիկ պատկերացնեն։ Պետական բյուջեից ունենք 54 գիտական հետազոտական կազմակերպություն ֆինանսավորվող։ Պետական բյուջեն նրանց գումարներ է տալիս։ 54 գիտական կազմակերպություններից ընդամենը 13-ն է, որտեղ աշխատակիցների թիվը 100-ից շատ է։ Եթե գնանք այն դպրոցների օրինակով, զուգահեռով, ստացվել է, որ այդ 13-ին պետք է պահենք, այն մյուս գիտական կազմակերպությունները լուծարենք։ Անկախ նրանց գործունեության կարևորությունից, այո, որտեվ 100-ից ավելի ընդամենը 13 գիտական կազմակերպություն ունի։ Ուրիշ բան ասեմ, այդ գիտական կազմակերպությունների ղեկավարները, տնօրեններն են դրանք հիմնականում, 49%-ը այդ 54-ից ուրեմն թոշակի տարիքի են։ Պատկերացրեք, այսինքն իսկ դա նշանակում է սրանից 5-10 տարի հետո այլևս դրանք էլ չենք ունենա։ Այնինչ Ադրբեջանը, որը տարածաշրջանում ամենաթույլն ու չզարգացածներ գիտական առումով, խթանում է գիտության զարգացումը ամեն կերպ։ Մոտավորապես 2 անգամ ավելի առաջ է հիմա Ադրբեջանը։ 1 միլիոնին ընկնող գիտնականների թվով Վրաստանը մոտավորապես 2 անգամ է մեզնից առաջ, Թուրքիան 2.5 անգամ, Ռուսաստանը 3.5 անգամ եւ մնացած բոլոր երկրները։ Այսինքն Հայաստանը մնացել է հետին։ Իսկ որևէ կերպ զարգացում, պարոն Մխիթարյան, դա լինի տնտեսական, դա լինի արդյունաբերական, դա լինի զբոսաշրջության խթանման տեսքով հնարավոր է, երբ որ երկրում գիտությունը համարվում է այսպես էլի ձեր պապիկների մի խումբ, ովքեր սուրճ են խմում Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ։ Այո, չի կարող այդպիսի բան լինել եւ բոլոր այն երկրները, որոնք մտածում են իրենց ապագայի մասին, անպայման մտածում են գիտության մասին, գիտության բարձր ֆինանսավորման մասին։ Հայաստանում գիտությանը հատկացվում է համախառն ներքին արդյունքի 0.3%։ Իրեն հարգող պետությունները, գոնե միջինը աշխարհում դա առնվազն 2.5% է։ Իսկ այնպիսի երկիր ինչպես Իսրայելն է, վերջին տարիներին հատկացնում է գիտությանը եւ նորարարություններին իր համախառն ներքին արդյունքի շուրջ 7%։ Այսինքն հերիք բավական չէ, հա, դաշնակիցներով պայմանավորել երկրի անվտանգություն լինի, տնտեսական համակարգ լինի, ֆինանսական համակարգ լինի, պետք է գիտությանը զարգ տալ։ Անպայման պետք է գիտությանը զարգ տալ։ Հիմա մեր այսօրվա կառավարության կամ վարչախումբի մտածողությունը ինչ է, մեզ բանակ պետք չի, ինչի համար է պետք բանակ։ Դե խաղաղություն է, այո, Ադրբեջանը ոչինչ որ զենք ինչի համար է պետք գիտություն, եթե մենք կարող ենք դառնալ օրինակ ծառայություններ մատուցող երկիր, ինչի համար է պետք է գիտություն։ Դե հենց այդպես էլ ասում են տրանզիտ։ Եվ այդ արժեքների տրանսֆորմացիան
ոչ միայն գիտության մեջ է, այլ ամբողջ վերից վար մեր մտածողության մեջ են մտցնում։ Իր դեպ արժեքներից խոսեցինք, մեծ աղմուկ Շահումյանի դպրոցում Փառքի անկյունի ուրեմն ներկայացված մեր անմահացած հերոսների նկարները, որոնք հայտնվել էին աղբանոցի վերածված լքված ճաշարանում։ Սա առաջին դեպքը չէ, որի մասին բարձրաձայնում են, զորամասերից էլ հեռացնելու, այո, Փառքի անկյունները հեռացնելու բազմաթիվ ահազանգեր են եղել։ Սա ինչի մասին է խոսում, պարոն Մխիթարյան, մեր արժեհամակարգն են փոխում, մեզ դարձնում են հերոսներ չունեցող, այդ հերոսներին չհիշող մարդիկ։ Այո, մեր հերոսները ըստ էության փոխվում են, իրենց դիմագիծն է փոխվում, նրանց վաստակը ըստ էության մենք այլևս չպիտի գնահատենք, այդ շարքից է նաև Արարատ Արագած հակասությունները, չէ, որ ինչի համար խոսել Արարատի մասին, նրան պետք է նույնիսկ Հայաստանի զինանշանի վրայից անել։ Թուրքիայի տարածքում է, մոռանալով, որ Թուրքիայի դրոշի վրա կիսալուսինկա եւ աստղ կա։ Այո, տափակ մտածողությունը, գիտեք, ամենացածր մակարդակի մտածողությունն է, նույնիսկ պատասխանելու կարիք չկա, էլի, այսպիսի բաներին։ Նույնը, այո, բանակի մասին, մեր անվտանգության հայեցակարգն է ամբողջությամբ գլխի վայր շուռ գալիս եւ հիմա ստացվում է նաև դպրոցական դասագրքերից հանել է այդ ազգային արժեքները, այդ շարքից է նաև այդ Փառքի անկյունների փակելը եւ դա միակ դեպքը չի, մենք շատ դեպքեր տեսել ենք եւ հատկապես դա կատարվում է, գիտեք, այն գյուղերում, որտեղ սահմանապահ գյուղեր ենք մենք անվանում, մարդիկ այնտեղ ապրում են սահմանը պահելու։ Եթե ոգի չունենան այդ մարդիկ եւ չհասկանան ինչի համար է այդ երկիրը, հայրենիքը, ինչի համար պետք է մնան եւ այնտեղ ապրեն։ Եվ դպրոցների փակումն էլ դրա առհավատչան է։ Այսինքն մեզ պետք չեն այդպիսի հերոսներ, որ ունեինք սրանից 10 տարի առաջ, մեզ պետք չեն նույնիսկ կրթական հաստատություններ, որտեղ մեր երեխաները հանկարծ կարող են դաստիարակվել են արժեքներով, որ հարգեն են հերոսներին, որ մենք ունեցել։ Պարոն Մխիթարյան, իսկ այս քաղաքականությունը ձեզ ինչ է հիշեցնում, որ ժամանակաշրջանը, որ ժողովրդի հետ պատահած այսպիսի սցենար կամ ընդհանուր առմամբ, ինչպես է բնորոշվում այս իրավիճակը։ Ցավոք սրտի սա շատ նման է, երբ Հայաստանը սեփական իշխանություններ չի ունեցել այդ ժամանակաշրջաններին, մասնավորապես Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, երբ որ արգելվում էր հայ, Հայաստան, բառերը հայրենիք, հայոց լեզուն, եւ դա անում էին օտար իշխանությունները։ Ուղղակի զուգահեռներ կարելի է անցկացնել այս իրավիճակի եւ սրանից 100-120 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններ։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։